Անյուտայի բառի բուն իմաստով գեղեցիկ բիզնեսը արդեն 15 տարուց ավելի կյանքի անբաժան մասն է դարձել։ Անցած դժվարությունների մասին այսօր արդեն ժպիտով է հիշում, երախտագիտություն հայտնում մայրիկին եւ ամուսնուն, ովքեր ժամանակին չթողեցին հանձնվել։ Լինել ֆլորիստ նշանակում է աշխատել անընդհատ, աշխատել անռեժիմ, աշխատել նվիրված, անսահման մեծ սիրով։ Իհարկե ես չեմ դժգոհում, ես շատ շնորհակալ եմ, որ այս ասպարեզում եմ, այն փոքրիկ է, բայց իմն է։ Մրցակցությանը դիմանալը, սպասարկման ոլորտում կայանալը դյուրին գործերից չեն։ Ճանապարհին ունեցած յուրաքանչյուր փորձություն դարձել է ուժի առաջ գնալու նոր աղբյուր։ Կանայք հասարակության մեջ ես կասեի ունեն ազդեցիկ դեր։ Կարող են աշխատող կանայք կոտրում են կարծրատիպեր, որ երիտասարդության շրջանում, որ պետք է ստեղծել կարիերա, այնուհետև ընտանիք։ Ես կհակասեմ այդ մտքին եւ կասեմ, որ իմ օրինակով հնարավոր է համատեղել աշխատանքը եւ ընտանիքը։ Մեզ հետ անկեղծանում կիսվում է մասնագիտական երազանքով ֆլորիստը, ցանկանում է ընդլայնել գործունեությունը եւ փորձը փոխանցել ծաղիկներով զբաղվել սիրողներին։ Ինքը ֆլորիստիկան պահանջված աշխատանք, մասնագիտություն է։ Առաջիկայում ունեմ այնպիսի պլաններ, որ ես ինքս կատարելագործվելով մայրաքաղաքում ունենալով սերտիֆիկատներ գամ եւ հիմնեմ ֆլորիստիկայի դպրոց Կապանում, որով ունենամ եւ ես աշխատողներ եւ այլ խանութների համար կապահովեմ ֆլորիստներ։ Գեղեցիկով մշտապես շրջապատված Անյուտան վստահ է, երբ մարդը գործը սիրով է անում, այդ սերը անպայման փոխանցվում է նաև մյուսներին։ Աստված չէր կարող ստեղծել լինել ամենտեղ, նա ստեղծեց կնոջը հանճարեղ։ Ազատաբախտ Հայաստանի սեր մայրեր, քնքուշ քույրեր, սիրով շնորհավորում եմ ձեզ միամսյակի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ ձեր կյանքում երջանիկ պահեր շատ լինեն, սեր շատ լինի, ծաղիկներ շատ լինեն, ջերմություն շատ ստանաք։ Ժամանակակից կնոջ կերպարը իսկապես կոտրում է կարծրատիպերը, բայց դա չի նշանակում, որ նա հրաժարվում է կանացիությունից, հոգատարությունից եւ ընտանիքի հանդեպ պատասխանատվությունից։ Անի Գրիգորյան, Տիգրան Թումանյան, Սյունիք լուրեր։